Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունը հրապարակել է պետքարտուղարության հայտարարությունը Վրաստան այցի ընթացքում պետքարտուղարության ներկայացուցիչների և Վրաստանի կառավարության անդամների միջև հանդիպումների վերաբերյալ։ Ամերիկյան պատվիրակությունը մայիսի 25-ից 28-ը Թբիլիսիում հանդիպել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի, փոխվարչապետներ Մակաբո Ջորիշվիլու, Մամուկա Մդինարաձեի և կառավարության այլ ներկայացուցիչների հետ քննարկելու երկկողմ հարաբերությունների բարելավման հետագա ուղիները։ Հայտարարության համաձայն պատվիրակությունը Վրաստանի կառավարությանը հայտնել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կառուցողական և հեռանկարային հարաբերությունների նոր փուլ սկսելու շահագրգռվածության մասին։ Պատվիրակությունն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը Վրաստանի հետ առևտրային համագործակցության ընդլայնման հարցում։ ԱՄՆ դեսպանության հաղորդագրության համաձայն ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են նաև վրացական ընդդիմության առաջնորդների հետ, տեղեկացրել Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտներում ընդդիմության մասնակցության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը։ Հունիսի 2-ից լիարժեք շահագործման ռեժիմի է անցել Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղին վրացական հատվածի արդիականացման ավարտից հետո։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալով Մարաբդակ Արցախի երկաթուղային հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 180 կիլոմետր։ Ծրագրի շրջանակում վերակառուցվել և արդիականացվել է 153 կիլոմետր երկաթուղի, ինչպես նաև կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան 27 կիլոմետր երկարությամբ նոր երկաթուղային հատված։ Փորձագետների հաշվարկներով Բաքու-Թբիլիսի Կարս գծի ամբողջական շահագործման հանձնումից հետո դրա թողունակությունը կավելանա տարեկան մինչև 5 միլիոն տոննա։ Թուրքական պետական Բոթաշ ընկերությունը բանակցություններ է վարում ռուսական Գազպրոմ հոլդինգի հետ գործող պայմանագրերի ժամկետի ավարտից հետո բնական գազի մատակարարման համաձայնագրերի երկարաձգման շուրջ, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակում։ Ալպարսլան Բայրակթարի խոսքով ապագա համաձայնագրի պարամետրերը, ներառյալ մատակարարումների ծավալները և գործողության ժամկետները դեռ համաձայնեցված չեն։ Նախորդ տարվա դեկտեմբերին Անկարան արդեն երկարաձգել էր Գազպրոմի հետ երկու համաձայնագրերը՝ թուրքական հոսք և կապույտ հոսք գազատարներով գազի մատակարարման վերաբերյալ։ Ուկրաինայում պատերազմի ֆոնին դեպի Եվրոպա արտահանման կրճատումից հետո Թուրքիան շարունակում է մնալ ռուսական գազային կոնցեռնի մեծությամբ երկրորդ արտասահմանյան շուկան Չինաստանից հետո։ Միջոցառման շրջանակում Բայրակթարը հանդիպել է նաև Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալի հետ, քննարկել էներգետիկ համագործակցության ընթացիկ հնարավորությունները և տարածաշրջանային էներգետիկա մտանգությանը վերաբերող վերջին զարգացումները։ Բայրակթարը նաև հայտարարել է, որ Անկարան և Բաքուն մտադիր են էներգետիկ ոլորտում համագործակցությունը նոր մակարդակի հասցնել, ավանդական նավթագազային նախագծերը լրացնելով էլեկտրաէներգիայի փոխանցման և կանաչ էներգիայի մատակարարման ենթակառուցվածքի զարգացմամբ։ Նրա խոսքով Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Բուլղարիան և Հարավարևելյան Եվրոպայի մի շարք պետություններ աշխատում են միասնական էներգետիկ տարածքի ստեղծման և տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ։ Թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալնն Անկարայում հանդիպել է Համասի շուրայի խորհրդի նախագահ Մոհամմադ Դարվիշի և կազմակերպության քաղբյուրոյի անդամների հետ։ Համասի պատվիրակությունը հայտնել է, որ պահպանում է Գազայի հատվածում հրադադարի պայմանները և թուրքական կողմին տեղեկացրել է Իսրայելի կողմից խախտումների մասին։ Դիտարկվել են հետագա խախտումները կանխելու և հրադադարի ռեժիմի կայունությունն ապահովելու հնարավոր միջոցները։ Պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին խաղաղության գործընթացին աջակցելու և Գազայի հատվածում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու շուրջ համաձայնագիր կարող է կնքվել հաջորդ շաբաթվա ընթացքում։ Նրա խոսքով բանակցությունները հեշտ չեն ոչ Իրանի համար, ոչ էլ ԱՄՆ-ի, սակայն Վաշինգտոնը ստանում է այն, ինչ անհրաժեշտ է։ Թրամփը հավելել է, որ դեռ կա ևս մի քանի կետ, որոնց նա պետք է հասնի համաձայնագիրը ստորագրելու համար։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ զրուցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որից հետո Բեյրութ շարժվող իսրայելական զորքերը հետ են քաշվել։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ Լիբանանում իսրայելական ագրեսիայի շարունակման դեպքում Իրանը ոչ միայն կդադարեցնի բանակցային գործընթացը, այլև կդիմադրի թշնամուն։
ԱՄՆ-ն ձգձգում է բանակցությունները փոխելով իր պահանջները կամ առաջ քաշելով նորերը, հայտնել են Իրանի արտաքին գործերի նախարարությունից։ Գերատեսչության խոսնակը մեղադրել է ամերիկյան կողմին հանրային տիրույթում հակասական հայտարարություններ անելու համար։ Էսմայիլ Բաղայի խոսքով Իրանը հենց սկզբից խոր անվստահություն է տածել ԱՄՆ-ի նկատմամբ, եւ Վաշինգտոնի հետ ներկայիս շփումները տեղի են ունենում նույն մթնոլորտում։ Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հետ ի թիվս այլնի քննարկում են Իրանին հասցված վնասի փոխհատուցման հարցը։ Իրանը պատրաստ է աջակցել ազատ ծովային հաղորդակցությանը եւ ապահովել նավարկության անվտանգությունը Հորմուզի նեղուցի գոտում, սակայն դրան խոչընդոտում են ԱՄՆ-ի ապակառուցողական գործողությունները։ Ճապոնիայի վարչապետի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Անդրադառնալով Տոկիոյի հետ երկկողմ փոխգործակցությանը, Փեզեշքյանը հավաստիացրել է, որ իրանական կողմը անհրաժեշտ ջանքեր կգործադրի, որպեսզի ճապոնական նավերի անցումը տարածաշրջանի ռազմավարական ջրային ուղիներով իրականացվի առանց որևէ խնդրի եւ հնարավորինս հեշտացված ռեժիմով։ Հեռախոսազրույց են ունեցել Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Աբբաս Արաղչին եւ Հաքամ Ֆիդանը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ Իսլամական Հանրապետության ու ԱՄՆ-ի բանակցությունները։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ էլ քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները եւ Լիբանանում Իսրայելի վերջին գործողությունների հետևանքները։ Արաղչին այդ հարցերը հեռախոսով քննարկել է նաեւ Պակիստանի ու Կատարի արտաքին գործերի նախարարների հետ։ Ադրբեջանի նախագահը Բաքվի էներգետիկ ֆորումի շրջանակում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկ եւ բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Բորին։ Ընդգծվել են երկկողմ հարաբերություններում վերջին դրական զարգացումները։ Ամերիկացի պաշտոնյան ընթերցել է Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին Դոնալդ Թրամփի նամակը։ ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ էներգետիկ անվտանգության ոլորտում երկկողմ գործընկերության կարևորությունն առաջիկա տարիներին միայն կաճի։ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ մենք քայլ առաջ արեցինք եւ հասանք Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության։ Տարածաշրջանային էներգետիկ ինտեգրումն օգոստոսի 8-ի խաղաղության պատմական գագաթնաժողովի հենասյունն է։ Իմ վարչակազմն անհամբեր սպասում է այս հարցում արդյունավետ քննարկումների հունիսին, ասված է Թրամփի նամակում։ ԱՄՆ նախագահի խոսքով պատրաստ են համատեղ ուժերով խթանելու խաղաղությունը, բարգավաճումը եւ կառուցելու ավելի անվտանգ ապագա տարածաշրջանի եւ աշխարհի համար։ Բաքվի 31-րդ էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղերձ է հղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Նա ընդգծել է, որ Բաքվի հետ գործընկերության կարևորությունը միայն աճելու է, հատկապես էներգետիկ ոլորտում։ Նա նշել է, որ Ադրբեջանը նշանակալի դեր է խաղացել Ուկրաինայի էներգետիկ դիմակայունությանն ամրապնդման գործում։ Ադրբեջանն արտահանում է նաև Հայաստան, այդպիսով ամրապնդելով իր հանձնառությունը երկարաժամկետ խաղաղությանը, հավելել է Սթարմերը։ Միևնույն ժամանակ British Petroleum-ը սկսել է բնական գազի արդյունահանումը Ադրբեջանի Ազերի Չիրակ Գյունեշլի հանքավայրում, հաստատելով խորը շերտերում զգալի պաշարների առկայությունը։ Ադրբեջանն էական ներդրում է ունեցել անցած ձմռանն ամենաբարդ ժամանակահատվածում Ուկրաինայի տոկունության գործում։ Մեր ադրբեջանցի գործընկերներն ապահովել են գեներատորների, տրանսֆորմատորների, մալուխային արտադրանքի եւ կենսական անհրաժեշտ այլ սարքավորումների մատակարարումը, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալը Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակում։ Ընդհանուր առմամբ ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր Ադրբեջանն Ուկրաինային տրամադրել է էներգետիկ աջակցության 11 փաթեթ։ Մենք անսահման երախտապարտ ենք դրա համար, նշել է պաշտոնյան, շնորհակալություն հայտնելով ադրբեջանական կողմին։ Վարդուհի Արությունյան, հարևաններ։